Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանի 5-րդ խոսափող հաղորդաշարն է եւ ինչպես գիտեք, այդ հաղորդաշարը կառուցվում է ձեր հեռախոսազանգերի հիման վրա։ Շտապ եմ ներկայացնել այսօրվա խոսակցության թեման, դուք երևի ինքներդ էլ հասկանում եք, որ ամենակարևոր իրադարձությունը անցյալ շաբաթվա ընթացքում դա ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցելությունն էր Հայաստան։ Վերջին 40 տարվա ընթացքում դա ամենաբարձր ռանգով պաշտոնյան էր ԱՄՆ-ի, որ այցելել Հայաստան եւ տարածաշրջան, եւ ուրեմն Վենսի այցելությունից հետո Հայաստանում դեռ քննարկումները շարունակվում են այդ այցելության կարևորության հետ։ Ոմանք ներկայացնում են, որ դա այսպես անկյունակարային էտապ էր Հայաստանի համար եւ ԱՄՆ փոխնախագահի այցելությունը դա նոր դարաշրջան է բացում Հայաստանի համար, զարգացման հեռանկարներ եւ այլն։ Հիշեցնենք, որ Վենսի այցելության հիմնական ուրեմն նպատակներից կարելի առանձնացնել 3-ը, այդ թրիփի հետ կապված վերջնականացումը պայմանագրի, որը պիտի ուրեմն աշխատի Սյունիքում, արհեստական բանականության դատակենտրոնի բացումը Հայաստանում եւ ամերիկյան ուրեմն մոդուլային ատոմակայանների հատկացումը Հայաստանում։ Այս 3 կետերն էլ ուրեմն քննարկվում են Հայաստանում, տարբեր չափով են քննարկվում, որովհետև արհեստական բանականության ուրեմն Հայաստանում այդ կենտրոնը տեղադրելու մասին գրեթե ոչ ոք այսպես սարարկություն չունի, բայց թե ատոմակայանների մասով կան ուրեմն առարկություններ, վերլուծաբաններ կան, որ բերում են այսպիսի փաստեր, որ այդ ատոմակայանները աշխարհում դեռ գոյություն չունեն, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւս դրանք չկան, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ կարգավորող մարմինը ատոմական միջուկային էներգետիկայի այդպես էլ թույլտվություն չի տալիս այդ ատոմակայանների գործարկման Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ դրան ավելացված նաեւ այն, որ ուրեմն ապահովագրական ընկերություններն են խուսափում այդպիսի ատոմակայանի ապահովագրումից, որովհետեւ նոր բան է, որովհետեւ դեռ ապացուցված չի, որ դրանք անվտանգ են եւ այլն։ Եվ ինչ որ իմաստով այդ վերլուծաբանների կողմից այդ ատոմակայանների հատկացումը Հայաստանին դիտարկվում է որպես կարծես թե ոնց որ Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում է փորձադաշտ ստեղծել իր համար Հայաստանում։ Ինչ որ առարկություն է գտնում մյուս վերլուծաբանների կողմից, որովհետև նրանց կարծիքով այդպեսի բան չի կարող լինել, որովհետև դա առաջին հերթին կվնասի հենց Ամերիկայի Միացյալ Նահանգների տեխնոլոգիայի վարկանիշը, ինչը Ամերիկայի Միացյալ Նահանգները թույլ տալ չեն կարող։ Հաջորդ հարցը քննարկման դա թրիփն է, թրիփի հնարավորությունները դեռ ամբողջովին բացահայտված չեն այդ նախագծի վերջնական մոտեցումները, ինչպես է կառավարվելու, ով է կառավարելու, ինչ չափով են այդտեղ մասնակցելու թուրքական պետությունները, Փաշինյանը իր հարցազրույցում ասեց, որ ուրեմն ռուսական կոնցեսիան խանգարում է այդ զարգացմանը եւ դա է ստիպում, որ ասենք թուրքական կողմը փորձի շրջանցել արդեն գոյություն ունեցող Հայաստանով, Նախճեվանով եւ Մեղրիով դեպի Ադրբեջան եղած այդ երկաթգիծը, Մեղրի հատվածը իհարկե չկա, մի փոքր հատված էլ բացակայում է երասխում, բայց ընդհանուր առմամբ
այդ ճանապարհը Հայաստան, այսպես Հայաստան, հետո Նախճեվան, հետո նորից Հայաստան եւ Թուրքիա ըստ էության կարող է գործարկվել եւ դրա փոխարեն թուրքական կողմը փորձում է Թուրքիայից ուղղակի դեպի Նախճեվան նոր գիծ կառուցել, ինչը բացատրում է ըստ Փաշինյանի նրանով, որ ռուսներն են տիրապետում այդ մեր հայկական երկաթգծերին կոնցեսիային եւ այդ կոնցեսիային պիտի փոխարինվի կամ հետ վերցվի եւ այլն։ Հիմա այսօրվա իմ հարցերը ձեզ հիմնականում հետեւյալն են, թե ինչպես եք դուք գնահատում Վենսի այցելությունը Հայաստան, ինչ կարծիք ունեք դա Հայաստանի համար դրական կլինի, թե բացասական կլինի, ես սպասում եմ ձեր արձագանքներին եւ գովազդային ընդմիջումից հետո մենք կսկսենք սպասել ձեր հեռախոսազանգերին։ Գովազդը եթերում մնացեք մեզ հետ եւ ուրեմն զանգահարեք մեզ ակտիվ պատասխանելու համար այս հարցերին։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության Ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Եվ այսպես էլ հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր հաղորդումը, հիշեցնում եմ, որ սա 5-րդ խուսափող է, դուք ձեր էկրանին տեսնում եք հեռախոսահամարներ, որով կարող եք զանգահարել ստուդիա,
եւ արտահայտել ձեր կարծիքը։ Հիշեցնում եմ կանոնների մասին, որ մեր հաղորդումում հայհոյել կամ որակավորել կամ անպաշտպան բառեր ասել չի կարելի։ Մենք փորձում ենք եթերը մաքուր պահել նման խոսքերից, բայց միևնույն ժամանակ դուք ազատ եք արտահայտել ձեր մտքերը նորմալ հայերեն բառերով եւ ես միայն ուրախ կլնեմ, եթե ավելի շատ մարդ զանգարի եւ խոսեն այդ մասին։ Իհարկե, Ամերիկայի Միացյալ Նահանգներում սովորաբար ժողովուրդը այսպես չի հետևում իր քաղաքական գործիչներին, շատերը չգիտեն այցելությունների մասին, որովհետև դա նրանց չի հետաքրքրում։ Բայց դա չի վերաբերում հայկական համայնքին, որովհետև մենք այստեղ ունենք համար, որով կարելի է զանգահարել հայկական համայնքից, ամերիկյան համար, եւ հայկական համայնքը իհարկե ակտիվորեն հետաքրքրվում է Հայաստանի իրադարձություններով եւ ամենօրյա հետևում է լուրերով տարբեր հեռուստաընկերություններով։ Այնպես որ ես սպասում եմ զանգեր եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ Հայաստանից, որտեղ տարածվում է մեր ալիքը մոտ 30 կաբելային տարբեր հեռուստակայաններով, հիմա ուղիղ եթերով, ճիշտ է, այստեղ հիմա շաբաթ է, մարդիկ առավոտյան արթնացել են եւ առավոտյան ժամերին սովորաբար Հայաստանից դժվար է զանգեր սպասել, բայց այնուամենայնիվ լինում են զանգեր, մենք սպասում ենք նաեւ Հայաստանից զանգեր, սպասում ենք զանգեր մարզերից, որովհետև մեր հեռուստահաղորդումը դիտում են Հայաստանի բոլոր մարզերում։ Եվ քանի դեռ զանգեր չկան, փորձենք անդրադառնալ ուրեմն մի քանի կարևոր հարցերի։ Առաջին հարցը, որ ես ուզում եմ անհանգիստ ուրեմն խոսել այս նույն Վենսի այցելության շուրջը, դա Ռուսաստանի արձագանքն է։ Ռուսաստանի արտգործնախարարության մակարդակով հնչել են որոշակի մտահոգություններ կապված նրա հետ, որ ուրեմն Հայաստանում Հայաստանը կարծես թե շեղվում է Ռուսաստանից եւ գնում է դեպի արևմուտք եւ ինչպես ռուսները սովորաբար դա անում են ոչ թե դիպլոմատիկ, այլ ուղղակի սպառնալիքներով եւ այլն։ Եվ ուզում եմ ասել նաեւ, որ ռուսական մեդիա տիրույթում, ռուսական տարբեր ուրեմն պրոպագանդիստների կամ բլոգերների բերանով հնչում են ավելի խիստ արտահայտություններ Հայաստանի հասցեին։ Ես կուզենայի ես ամբողջին անդրադառնալ, բայց մենք արդեն հեռախոսազանգեր ունենք եւ ես ուզում եմ ընդունել առաջին հեռախոսազանգը, խնդրում եմ թեմայից շեղվել, խոսել հենց այս թեմայի վերաբերյալ, հիշեցնում եմ, որ հեռախոսազանգը ընդունելուց անմիջապես հետո պետք է ուրեմն իջեցնել հեռուստացույցի ձայնը, որպեսզի չխաթարվի եթերը, եւ մեր առաջին հեռախոսազանգն եմ ընդունում։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես կուզենայի առաջարկել, որ Ռուսաստանի խոսքերը մեզի ոչ մի բանով օգնություն չի, Տիգրան։ Եթե վերցնենք պատմականորեն 1928 թվից մինչև 2028 թիվը 200 տարի անցնում է եւ հայ ազգը ռուսի ծերի տակ մնալով բացի կորուստներ, բացի ամբողջ աշխարհով եք թվրվալուց ուրիշ ոչ մի բան հայ ազգը չի տեսել ռուսներից եւ այսօր ուզում եմ ես
հատուկ Սերգեյ Շայգուի մասին խոսամ, որ ասել է այդ մոդուլային ատոմակայանները շատ վտանգավոր են։ Լավ, եթե մոդուլայինը վտանգավոր է, դուք ձեր կոմունիստական ժամանակաշրջանում Չեռնոբիլի ատոմակայանը ոչ երկրաշարժի զոնա էր, ոչ մի հատ վտանգ սպառեց դրան, ինչպես եղավ, որ Չեռնոբիլը պայթավ։ Դրա համար անհնար է, որ մեր ազգությունը 200 տարուց հետո դարձյալ վերադառնա ռուսական պատվերներին։ Այսօր էլ Փաշինյանը լսեցինք, որ երկաթգիծ առաջարկում է մեզի մոտիկ մի հատ որևէ պետությանը, որ Ռուսաստանից վերցնի երկաթողին եւ շահագործման տան տրիպի համար։ Բայց չի ասում Բերլանց, որ պարտք գույքի դիմաց Քոչարյանը հանձնեց Ռուսաստանին։ Շնորհակալություն։ Ես կարող եմ անդրադառնալ ձեր ասածին, որպես հարց ձևակերպվեց, բայց այո, կարող եմ անդրադառնալ հետևյալով, որ այնուամենայնիվ ուզեք թե չուզեք, այդ ձեր ասած 200 տարին Հայաստանը եղել է Ռուսաստանի ազդեցության գոտում։ Եվ հիմա վերջին տարիներին առանձնապես այդ պատերազմից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանը այստեղ է ոչ թե մեծ պաշտպանելու համար, այլ իր շահերի համար, Հայաստանում տեղ ունեցավ որոշակի այսպես փոփոխություն Ռուսաստանի նկատմամբ։ Հայաստանի ժողովրդից շատերը սկսեցին ռուսներին այնպես չվերաբերվել, ինչպես վերաբերվում էին մինչև այդ։ Եվ այո, հիմա Վենսի այցելությունը ցույց է տալիս, որ ամերիկացիները փորձում են Հայաստանը դուրս հանել ռուսական ազդեցությունից եւ սեփական ազդեցության գոտի դարձնել Հայաստանում։ Լավ է թե դա վատ է, դա հետագայում կտեսնենք, բայց այս պահի դրությամբ համայն դեպս Ռուսաստանի պահվածքը 44 օրյա պատերազմին եւ դրանից առաջ, որովհետեւ փաստացի այդ պատերազմը հնարավոր դարավ միայն Ռուսաստանի շնորհիվ, որովհետեւ 12 թվականից Ռուսաստանը միլիարդավոր դոլարների զենք էր մատակարարել Ադրբեջանին եւ ինքն էր խախտել այդ դիսբալանսը ուժերի, իսկ ցանկացած տեղ, որտեղ ուժերի դիսբալանս կա եւ չկա այսպես խոշոր պետությունների հատուկ երաշխավորություն, այնտեղ անպայման պատերազմ է ցակում։ Այս պահին դիսբալանսը շարունակվում է։ Ադրբեջանական ռազմական զորությունը Հայաստանից անհամեմատ մեծ է եւ Ադրբեջանը շարունակում է հսկայական գումարներ ծախսել զինվելու վրա, որին Հայաստանը փորձում է ուրեմն արձագանքել խաղաղության, եղբայրության կոչերով, ինչը որ չի աշխատի, բայց այ Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայաստանում ներկայությունը էներգետիկայի իմաստով, արհեստական բանականության իմաստով, դա իհարկե որոշակի ուժերը փոխում է։ Չնայած ես ձեզ պետք է ասեմ, որ Ադրբեջանն էլ քնած չէ։ Այն ժամանակ, երբ Վենսը առաջարկում էր ուրեմն Հայաստանին արհեստական բանականության դատակենտրոն բացել, Ադրբեջանը այդ նույն արդյունքին համարյա հասավ մեկ այլ ճանապարհով, նա էլ Իսրայելի հետ կնքեցին հատուկ պայմանագիր, ընդ որում Նետանյահուի ներկայությամբ եւ այդ դատակենտրոնը Ադրբեջանում եւս կլինի, բայց արդեն Իսրայելի ձեռամբ, որը որ միակ երկիրն է երևի աշխարհում, որը ունի ամերիկյան տեխնոլոգիաները ստանալու բացարձակ իրավունք։ Ես փորձեմ պատասխանել մեր հաջորդ հեռախոսազանգին, բարև ձեզ, դուք եթերում եք։ Այո, բարև ձեզ։ Բարև ձեզ, լսում ենք ձեզ։
ճիշտ ասած այդ հաղորդման հետ ակե կապած, թե միացնում է Այո, հաղորդումը դուք եթերում եք արդեն, ձեզ բոլորը լսում են, համեցեք։ Շնորհակալություն, շատ դիտարկելի էր ձեր նկատառումները, որ ինչ է կատարում հայ ազգի դեպի ուղղությունը, որ տանում է դեպի այնտեղ, որտեղ որ պետք է։ Իսկ հարց ունեք որևէ կամ ինչ նկատառում ունեք, կարծում եք, որ դրական է Վենսի այցելությունը։ Ճիշտ ուղղությունը։ Շնորհակալություն ձեզ։ Որովհետև ներ տեխնոլոգիաների ներդրումով Nvidia նմանատիպ կազմակերպությունը, որը որ կարողանում է Հայաստանը որպես ներդրումներ տեսնի, դա հետագայի համար աշխարհի 10 երկրներից բացի ոչ մեկ չունեն նմանատիպ տեխնոլոգիաներ։ Եվ պետք է շատ մենք ուրախ եւ պարտենք, որ նման երկիրը Ամերիկայի նման գերտերությունը կարողանում է Հայաստանի համար նմանատիպ ներդրումներ ապահովի եւ հետագայում զարգացումներ։ Եվ եթե Ամերիկայի կառավարությունը միտեղ ներդրումներ անում, հավատացած եղեք, որ ինքը ներդրումների համար ոչ թե երաշխավոր կլինի ռազմական, բայց իր դիսբալանս կպահի, որպեսզի իր ներդրումները նանավանդ տրիպի հետ կապված 99 տարով շարունակելը, այդտեղ ոչ մի բան չի կարող Հայաստանի հանդեպ կատարի։ Ես կարծում եմ, բոլորովին պետք է դա պարզ լինի։ Իսկ կապերը բնական է, բոլոր հարևանները պետք է մենք կարողանանք լեզու գտնենք։ Եվ եթե չկարողանանք լեզու գտնենք, չգտնելու պատճառներից մեկը, որ Ռուսաստանը մեզ 200 տարի արեց եւ մենք կորցրեցինք հողերը Արևմտյան Հայաստանում, Ղարաբաղում, Նախիջևանում եւ բոլոր հատվածներում։ Ես պետք է բոլորի համար հաշիվ լինի, որ նմանատիպ մոտեցումների պատճառով որ մենք կորցրեցինք հողերը եւ այն ռուսամետները, որոնք որ կոչ են անում, շատ բարի։ Թող նայեն պատմությունը, որի դասերը առել ենք մենք այսօր։ Եվ այսօր ցավը լինելով հանդերձ մեր վրա, մենք կորցրել ենք եւ ողբում ենք մեր կորցրածը։ Դրա համար պետք է նախորդ մտածենք։ Իսկ ով առիթ ունեցել են մտածել, չեն մտածել։ Ուրեմն պետք է էջը փակենք, նոր ճանապարհով դեպի նոր ուղղություն գնանք եւ գտնենք, որովհետեւ մեր հարևանների հետ բոլորի հետ բարի դերասական հարաբերություն եւ տնտեսական շահեր ունենանք։ Շնորհակալություն ձեր զանգի համար, ես գրանցեցի արդեն ձեր պատասխանը, դուք դրական եք գնահատում, սելի հեռուստադիտողներ, սպասում ենք ձեր զանգերին, ձեր կարծիքը շատ հետաքրքիր է մեզ համար, հաջորդ հեռախոսազանգը ընդունեմ, բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ, խնդրում եմ իջեցրեք հեռուստացույցի ձայնը, ես լսում եմ ձեզ եւ լսում են մեր հեռուստադիտողները։ Բարև ձեզ։ Ես զարմանում եմ, ինչ դեպք դասում դուք բոլորը։ Այո, լսում ենք ձեզ, ասեք։ Լսում եք ինձ։ Այո, բոլորն են լսում։ Հա։ Հիմա ձեզան ապաշի Ռուսաստանի ամբողջ եղած-շեղածը։ Նա հիմա նախազգությունը ցնդել են, իրանց ճանապարհը փակում են, դրա համար իրանցը չի գալիս։ Չի կարելի Ռուսաստանին հիմա վստահել։ Եվ ինչ որ անում այդ մարդը, որ եկել է, մեր ժողովրդին ոչ մի ձևի չես բավարարի, որտեղ 100 ձևի մենք դավաճաններ ունենք։ Հիմա դուք դրական եք գնահատում Ամերիկայի փոխնախագահի այցը Հայաստան եւ Շատ եմ գնահատում։ Շնորհակալություն։ Եվ էլեկտրոկայաններ ամեն ինչն է։ Շնորհակալություն։ Մի բան անել էլի, թողեք։ Ռուսից տեսակ ամբողջ խերը, դե հիմա տեսակ Ամերիկան, էլի ինչքան դարեր անցել է ինքը պաշտպանել է մեզ, հասել է, էլի կամի, հիմա այս մարդը ուրիշ մտքով է եկել, Հայաստան չի եկել, եկել է քրիստոնյա երկիր։ Շնորհակալություն ձեր պատասխանի համար, այստեղ ես իհարկե պետք է մեկնաբանություն անեմ անպայման, որ Հայաստանից անմիջապես հետո Վենսը այցելեց նաև Ադրբեջան, այնտեղ եւս որոշակի պայմանագրեր եղան, այդ ստրատեգիական համագործակցության պայմանագրից ինչպես Հայաստանի հետ ուներ, այնտեղ եւս բավական հետաքրքիր ներդրումների խորհուրդներ եղան եւ այլն, բայց հարցը դա չի, հարցը մենք հիմա քննարկում ենք Հայաստանը եւ հաջորդ հեռախոսազանգն եմ ընդունում։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարի երեկո Տիգրան ջան։ Բարև ձեզ։ Ես Վենսի գալը դրական եմ գնահատում, ուզում են տեխնոլոգիայով նորություններ մտցնել, աշխատել բացել, ռուսներից ուշ չկա, ուշ չի եղել առաջներում էլ, ինչ են արել ռուսները մեզի,
վնաս են տվել։ Մենք չենք ասում ռուսների հետ վատ կլնենք, մենք չենք կարող վատ լնել։ Մենք ասում ենք, որ Ամերիկայի հետ էլ լավ կլնենք, Ֆրանսիայի հետ էլ, ռուսների հետ էլ լավ կլնենք, բայց ոչ թե ռուսը լինի մեզ թելադրող, այլ հավասար իրավունքներով նստենք, եթե որոշակի բան կա, պայմանավորվենք, համաձայնվենք, եթե չենք համաձայնվում, չենք համաձայնվում։ Ռուսը չի կարող թելադրող լինել, իսկ ինչ որ վերաբերում է Ղարաբաղին, իրանք սկզբից ասում էին խաղաղապահ ուժեր են։ Ինչ խաղաղապահ, ինչ խաղաղ պաշտպանեցին։ Վերջում էլ ասին դիտորդներ են, թողեցին ժողովրդին ջարդին, թալան արեցին, վերցնին Ղարաբաղը մեզնից, շատ սիրում մատուցեցին Ադրբեջանին։ Վենց գալը դրական է, ես վատ բան չեմ տեսնում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեր զանգի համար, ես ձեր պատասխանը եւս գրանցեցի, առայժմ միայն դրական արձագանքներ ենք ստանում։ Դա հետաքրքիր է, որովհետեւ Հայաստանում եւս ընդհանուր առմամբ այցը դրական են գնահատում, բայց կան որոշակի հարցեր, որոնք հարցեր են առաջացնում եւ դա տարբեր հարթակներում դուք լսում եք քննարկումներ։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Լսում ենք ձեզ։ Զարմանում եմ, որ մարդիկ մինչև հիմա մտածում են, որ Ամերիկան ներդրում է անում Հայաստանում։ Այդ սխալ թարգմանությունը շատերի գլխի մեջ է մտել։ Ամերիկան ներդրում չի անում Հայաստանում, նա 9-10 միլիարդի օկրանք է ծախում Հայաստանին, որը Հայաստանի բյուջեից պիտի դուրս գա, եւ Հայաստանի ժողովուրդն է այդ վճարելու։ Մինչև օրս ես չեմ լսել, որ Ամերիկան ներդրում է անելու եւ նման հայտարարություն է արել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեր զանգի համար, այստեղ իրոք մեկնաբանելու բաներ կան, որովհետև մեր հեռուստադիտող ինչ որ առումով ճիշտ է, որովհետև մենք այդ տեխնոլոգիաները գնում ենք։ Այստեղ ներդրում բառը երևի պետք է հասկանալ այսպես։ Ինչ բան է ընդհանրապես ներդրում։ Ներդրում անում են, դառնում են ինչ որ բանի սեփականատեր, մասամբ կամ ամբողջովին, հետո դա կարող են վաճառել, կարող են աշխատացնել եւ այդ աշխատացրածը իրենց եկամուտ է բերում։ Ընդհանրապես աշխարհում ներդրումը դա է նշանակում։ Հիմա եթե ամերիկյան ատոմակայանների մոդուլային բլոկներ են ուզում բերեն Հայաստան, վաճառեն Հայաստանին, ինչպես դուք եք ասում, դա որոշակի իմաստով ներդրում է այն իմաստով, որ այո, դրա վաճառք է, բայց դա նաև ամերիկյան տեխնոլոգիաների մուտք է Հայաստան։ Հայաստանում ատոմական տեխնոլոգիաներ կան, բայց դրանք ռուսական տեխնոլոգիաներն են։ Հայաստանը ատոմային երկիր է եւ այդ տեխնոլոգիաները ռուսական են։ Հիմա մենք ունենալու ենք երկու տեխնոլոգիաներ, ամերիկյան եւ ռուսական։ Հաջորդ հեռախոսազանգն եմ ընդունում, բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան, ողջունում եմ ինձ խոսապող հաղորդումը։ Այո, Վենսի այցը շատ կարևոր է եւ շատ դրական է Հայաստանի համար։ Հայաստանի ժողովուրդը պետք է հասկանա մի բան, մենք բոլորս հայերը պետք է հասկանանք, որ արևմուտքը քանի տարի է արդեն Հայաստանի փրկում է, ապահովում է Հայաստանի անկախությունը եւ սահմանները դեռ սկսած ջերմուկի դեպքերից հետո, երբ նրանք միջամտեցին եվրոդիտորդները եւ հետո Բլինքենի զանգերը եւ մինչեւ հիմա Թրիփը, Ադրբեջանը ոչ մի ներխուժում չի արել։ Եվ նրանք դա չեն անում մեր սիրուն աչքերի համար, նրանք դա անում են, որտեղ դա նրանց շահերից է բխում։ Նրանց պետք է հուսալի գործընկեր Հայաստանը, որպեսզի վերահսկեն այդ կարևոր խաչմերուկ, այդ կարևոր ճանապարհը։ Եվ Հայաստանը հուսալի է երկարաժամկետ, որտեղ նա դեմոկրատական երկիր է եւ քրիստոնյա։ Դրա համար Վենսը բանի քանիցս նշեց քրիստոնյա եւ ժողովրդավար։ Վենսի այցի կարևոր արդյունքները երկուսը հիմնականում այդ չիփերն են, այսինքն արհեստական բանականություն, այդ դատակենտրոնի հետ կապված խորացումը եւ մոդուլային այդ ատոմակայանը։
մոդուլային ատոմը դուք շատ ճիշտ ասեցիք, այո, Հայաստանն է ներդնում իր ապագայի համար, Ամերիկան օգնում է, որպեսզի այդ տեխնոլոգիաները գան, եւ շատ կարեւոր է այստեղ, որպեսզի Հայաստանում հասկանան, շատ տարածված է ռուսական ապատեգատությունը։ Հայաստանը պետք է անկախ գնա ռուսական ատոմակայանից։ Դա մահացու է Հայաստանի համար, քանի դեռ Ռուսաստանը կախյալ է պահում Հայաստանին, ապա նա կարող է Հայաստանին թելադրել։ Դա թույլ կտա Հայաստանին մոդուլային ատոմակայանը ամերիկյան, որպեսզի անջատվի Ռուսաստանից Հայաստանը եւ կարողանա ավելի դեպի արևմուտք գնալ, որը կօգնի Հայաստանին գոյատևել եւ զարգանալ։ Այսօր բավական դրական եմ գնահատում։ Շնորհակալություն Զանգի համար, ձեր պատասխանը եւս գրանցենք, դա եւս դրական է, եւ այո, մոտեցումը հասկանալի է, բայց Հայաստանը այսքան տարի լինելով ռուսական ազդեցության տակ, այսինքն ռուսական կայսրության մեջ, հետո ունեցել ենք անկախ Հայաստան մի փոքր հատված 2 տարի, որից հետո էլի ռուսական բանակն է մտել Հայաստան, ճիշտ է ուրիշ սոուսով, բայց այնուամենայնիվ մտել է, հետո ստեղծվել է խորհրդային միություն եւ Հայաստանը ինքնիշխանությունից զրկվել է այդ իմաստով եւ եղել է ռուսական ազդեցության տակ։ Մենք մեր տարիքի մարդիկ հիշում են դա, հիշում են թե ինչպես էր օրինակ պարտադիր, որպեսզի օրինակ Հայաստանի կուսակցական ղեկավարության երկրորդ մարդը անպայման պետք է ազգացությամբ ռուս լինի, կամ տարբեր գործարաններում այդ բարձր պաշտոնների առաջին պաշտոնը հայեր, երկրորդը անպայման ռուսեր։ Դա ռուսական քաղաքականության ձևն էր։ Եվ այո, Հայաստանը հիմա փորձում է ազատվել Ռուսաստանի ազդեցությունից, բայց դա բավականին դժվար է, որովհետև ռուսական շատ տարբեր ուրեմն կոմունիկացիաներ, շատ տարբեր ձեռնարկություններ, հայկական ձեռնարկություններ գտնում են ռուսների ուղղակի սեփականության տակ, եւ դա բավականին բարդ եւ դժվար process է լինելու, որովհետեւ ռուսները եւս այդպես ձեռքերը ծալած չեն նստելու եւ նայեն թե ինչպես է Հայաստանը գնում իրենց ձեռքից։ Հիմա նրանք հասկանում են, որ Հայաստանը շատ կարեւոր է, ու եթե առաջ ասում են կուդա вы денетесь, որ նշանակում է ուր պիտի գնաք դուք, մենք այնպես որ մենք ինչ ուզենք պիտի անենք, իսկ դուք պետք է ենթարկվեք, հիմա Հայաստանը կարծես թե իրենք էլ հասկացան, որ գնալու տեղ ունի։ Հաջորդ հեռախոսազանգն եմ ընդունում։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Խնդրեմ իջեցրեք հեռուստացույցի ձայնը, ես ձեզ լսում եմ եւ լսում եմ մեր հեռուստադիտողները բոլորը ձեզ։ Այո։ Ես միայն կարող եմ ասեմ այցը Միացյալ Նահանգների փոխնախագահի դեպի Հայաստան դա շատ դրական է եւ ոչ մի բանի չի խանգարելու։ Միայն մեր զարգացմանն խաղապան անելու, աջակցելու եւ այդքան տեխնոլոգիաները, որոնք մենք մեր մոտ պետք է պատրաստենք, չիպերը, բաները, բոլորը ինչ որ կա, մեր ոչ մի վնաս չի լինելու, բացի մեր զարգացնելու ամեն հարցում եւ ռազմական հարցում եւ բոլոր տնտեսական հարցերում։ Էսի մի հատ ուղղակի բախտ էր վիճակվեց մեր հայ ժողովրդին։ Ես բան չունեմ ասելու, հաջողություն ձեզ։ Շնորհակալություն ձեր զանգի համար, ձեր պատասխանը գրանցեցի։ Սիրելի բարեկամներ, շարունակենք մեր հաղորդումը, ես ընդունում եմ հեռախոսազանգեր, մենք խոսում ենք Վենցի այցելության մասին, ինձ հետաքրքրում է ձեր կարծիքը, գիտեմ, որ հետևել եք լրահոսին, հետևել եք վերլուծությունների, ինչպես եք գնահատում ԱՄՆ փոխնախագահի այցը, Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը Հայաստան։ Բարև ձեզ, լսում եմ ձեզ։ Տիգրան ջան, կներես, որ երկրորդ անգամ եմ զանգահարում։ Այդ ովքեր որ ասում են
այդ մոդուլային ատոմակայանը փորձված չի բան, սուտ են ասում։ Կանադայում փորձված է եւ աշխատում է այդ ատոմակայանը։ Անենց որ ժողովուրդը թող փանիկի մեջ չընկնի կամ հակառակ խոսողները, փորձվել է այդ ատոմակայանը, Կանադայում կա։ Ուզեցի Շնորհակալություն ձեր հիշեցման համար։ Ես այդպիսի տվյալ չունեմ, կստուգեմ տվյալները եւ հաջորդիվ հաղորդումների ընթացքում կներկայացնեմ, որովհետեւ ըստ տարածված կարծիքի դրանցից այնուամենայնիվ գոյություն չունի։ Կստուգենք։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Okay, բարև ձեզ։ Ուրեմն սիրելի Տիգրան, հարցուցածություն է Վենսի վայց պրեզիդենտի Հայաստան եւ Ադրբեջան գալը ես գնահատում եմ, որ դա դրական է, շատ դրական է։ Հիմա պարզաբանեմ ինչու համար։ Ուրեմն շատերը մեր ընդդիմությունը որ Ռուսաստանի կողմն են, կամ որոշները ոչ Ռուսաստանի, ոչ Փաշինյանի, հիմա բացատրեմ։ Ռուսաստանը իր ուժեղ ժամանակ եղած ժամանակ, որ հեզոր է մինչև Ուկրաինայի հետ կռիվը, նա չպաշտպանեց մեզի։ Հիմա իսկ Ամերիկան որ մեզի պաշտպանում, մենք լենինական գումարում ունենք Թումո տեխնոլոգիական ինստիտուտ կամ կենտրոն, որ ամբողջ աշխարհը գիտի, Ամերիկան էլ մենք ունենք դպրոց ունենք այդտեղ։ Հիմա ասածս ինչ է, որ ինքը որպես մենք քրիստոնյա երկիր մեզ պաշտպանում եւ ամեն կողմից պետք է լինի մեկը ներդրում անում օգուտի երկու կողմից ալ մեկինը շատ մեկինը քիչ մեզի քիչը բավարարում է այսօրվա համար որ մենք ժամանակ շահենք հզորանանք եւ պաշտպանվենք եւ եթե խելացի օգտագործենք հիմա Ամերիկան եւ Ռուսաստանը որ հիմա Պարսկաստանը Ամերիկայի 4 նավերով սպասում է Իրանի պատասխանին Իրանը 100%-ով պետք է համաձայնի Ամերիկա պաշտպանի, եթե ոչ Իրանը շատ վատ վիճակ է, փորձաման վիճակ ալերում 100 տարի հետ անգնել, հիմա դա չի կարևորը, բայց ինքը եկել է երկու պատճառով Իրանի վրա, առաջինը որ ասում է ուրանը չպետք է հարստացնես եւ ատոմային ռումբ չպետք է ունենաս եւ երկրորդն էլ որ ժողովուրդը Իսամա Խոմենի կրոնական 21-րդ դարում եթե շատ չունեցավ պատատած յոխից տետելուն սպանեն եկել է որ ժողովուրդը ցույցել է որպես ժողովրդականություն դեմոկրատիա ուզելով դա է պատճառանում Ուրան իրա կողմից երկրորդինն է որ խաղաղություն դեմոկրատիա եւ եթե մենք դեմոկրատիական ժողովրդական երկիր ենք եւ ինքը ներդրումներ անում եւ Թրամփի ուղիկը ուրեմն նա մեզ կպաշտպանի ոչ Թուրքիան ոչ Ադրբեջանը ոչ Ռուսաստանը կարան հարձակվեն որտեղ ինքը ներդրումներ ունի եւ մեր ժողովուրդը քրիստոնեական դեմոկրատական երկիր է շնորհակալություն ձեր Շնորհակալություն, ես ուղղակի ասեմ հետևյալը, որ այո, դիպուկ դիտարկում էր, որ Իրանի նման հզոր երկիրը, որ մեր հարևանն է անմիջական, Ամերիկայի Միացյալ Նահանգների ճնշման տակ, ես չգիտեմ արդար թե ոչ դա ուրիշ հարց է, Ամերիկայի Միացյալ Նահանգները չի թողնում, որ Իրանը հարստացնի եւ ինչպես Իրանն է պնդում խաղաղ ատոմային կայաններ ունենա էլեկտրականություն արտադրի, իսկ դրա կողքի երկիրը, որ մենք ենք եւ փոքրիկ երկիր ենք եւ տնտեսական հզորությամբ Իրանի հետ իհարկե մրցակից չենք, Ամերիկայի Միացյալ Նահանգները ոչ միայն հանդուրժում է, որ մենք ատոմային երկիր ենք, այլև բերում է իր տեխնոլոգիաները տալիս է Հայաստանին։ Սա հետաքրքիր իրավիճակ է։ Հաջորդ հեռախոսազանգ եմ ընդունում, բարև ձեզ։ Բարև ձեզ, Տիգրան ողջունում եմ ձեր հաղորդումը, սկսած Վենսի Հայաստան այցելությանը միանշանակ կարելի է համարել պատմական, քանի որ եթե թիվ 1 աշխարհի երկրի փոխնախագահն այցելում տարբեր պայմանագրերով ռազմավարական եւ տնտեսական շահերով
շատ, չգիտեմ, ինչ պետք է մտածես, մենք ինչքան մեր կուսակցություններին չենք սիրում, բայց չի կարելի հայրենիքը տենց նայել։ Թիվ 1 առաջի երկրի փոխնախագահն եկել է եւ առաջարկում են Բաքու գնալը խաղաղության այդ հաստատման պատճառն է։ Ով չի հիշում, որ Ադրբեջանը 3+3 էր ուզում, հրաժարվում էր Ամերիկա գալուց բանից, պարտադրեցին այդ խաղաղությունը իրան։ Եթե մենք չենք ուզում հասկանանք, ինչ որ շահերից ելնելով ամոթամես, որ մենք մեր հայրենիքի մասին ենք խոսում։ Կգան իշխանությունները կգնան, բայց եկեք հասկանանք, որ սա պատմական է մեր հայրենիքի համար։ Եթե Ռուսաստանը այսօր հնարավորություն ունենա մեր գախինիչ ուզենա անելու, չի բացառում, աստված հեռու տանի, բայց տենց չի, որ մենք ուժեղ երկրից ձեռք մեկնածը պետք է, չգիտեմ, արհամարենք։ Շնորհակալություն ձեր հաղորդանք, կուզենամ մարդիկ ընդամենը հասկանան, որ տենց է ճանապարհը, աշխարհում ամեն ինչ միշտ փոխվում է։ Այսօր հավերժ բարեկամներ չկան, հավերժ թշնամիներ, պետք է հարմարվենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեր զանգի համար, ես նշում եմ ձեր դրական պատասխանը եւս եւ ուզում եմ անդրադառնալ հետեւյալին, ես մի անգամ ասեցի, ուզում եմ եւս մեկ անգամ ասել, նախ այդ տեխնոլոգիաների տրամադրումը եւ արհեստական բանականությամբ, որը ամեն տարի կտրուկ զարգացում է ապրում, այնքան որ ասենք 22-3 տարի առաջ շատ քիչ մարդ գիտեր արհեստական բանականության մասին, հիմա մարդիկ արհեստական բանականությունը օգտագործում են իրենց կյանքում, ոչ այնքան շատ, ավելի շատ ուղղակի զարմացած, ավելի շատ որպես ուրեմն զվարճություն, բայց կան մարդիկ, որոնք սկսել են ամեն օր օգտագործել, ես նկատի ունեմ ուսանողներին, ես նկատի ունեմ գիտական աշխարհին եւ ակնհայտ է նույնիսկ Հայաստանում է երևում, որ արհեստական բանականությունը ամեն ամիս էլ ավելի է ուժեղանում, էլ ավելի տարբեր գործառույթներ է ստանում եւ օգտագործվում է բոլորի կողմից, բիզնեսների կողմից, մեդիաների կողմից եւ այլն։ Այս իմաստով տեխնոլոգիաների տրամադրումը Հայաստանին դարձնում է մրցունակ միջազգային շուկայում։ Իսկ այդ մրցունակությունը դա այն էր, ինչը որ մեզ խանգարում էր ամբողջ այդ ընթացքում, որովհետև լինելով Խորհրդային Միության տեխնոլոգիական ստանդարտների մեջ, լինելով Խորհրդային Միության քաղաքական ուրեմն երկաթյա պատի հետևում, Հայաստանը միջև այսօր էլ այդպես չի կարողացել առանձնապես փոխվել այդ խորհրդային անցյալից եւ ձևավորել իր սեփական արդյունաբերությունը, սեփական տեխնոլոգիաները եւ այդ է պատճառը, որ մենք կորուստներ ունեցանք, այդքան կորուստներ ունեցանք պատերազմի ընթացքում։ Հիմա այդ հնարավորությունները բացվում են եւ սա իրոք նոր հնարավորությունների դաշտ է, բայց մեզնից է կախված այդ հնարավորությունները մենք կորցնենք, թե կունենանք։ Ես եւս մեկ հեռախոսազանգ ունեմ, ուզում եի ամփոփել, բայց կարճ ընդունենք այս հեռախոսազանգը եւ դրանից հետո ամփոփենք։ Ներողություն եմ խնդրում, մեր հաղորդումը ավարտին մոտ է, այնպես որ շատ կարճ ձեր կարծիքը։ Իջեցեք հեռուստացույցի ձայնը, լսում ենք ձեզ։ Սիրելի հեռուստադիտող, մենք լսում ենք ձեզ։ Այո, ես եմ դրական համարում, ինչպես բոլորը համարեցին, միայն վտանգ կա, այս վտանգը վենցի գալու հետ կապ չունի, եթե Ամերիկան եւ Իրանը պատերազմ են, ահավոր վատրության մեջ անելու Հայաստանը, քանի որ բավականին ադրբեջանցիներ փախչելու են գան Հայաստան։ Այո, հասկանալի է։ Բավականին ադրբեջանցիներ են լինելու։ Եվ բավականին տերորիստներ կարող են ներխուժել մեր երկիրը։ Միայն վտանգը դա է։ Շնորհակալություն։ Ես նշեցի ձեր պատասխանը եւ փաստորեն այսպես ստացվեց, որ մեզ զանգահարել են Մեզ զանգահարել են 10 հոգի, որից մեկը արտահայտվեց ոչ այնքան դրական այդ այցի հետ կապված, ասեց, որ դրանք ներդրումներ չեն, դրանք ուղղակի վաճառք են,
Մնացած 9 հեռուստադիտողները բոլորն էլ դրական համարեցին այդ այցը եւ ես կարծում եմ, որ Հայաստանում եւս այդպիսի տրամադրություններ կան, ուստի մենք շուտով մեր YouTube-յան ալիքում եւս մեկ հարցում կանենք հենց Վենսի այցելության հնարավորությունների հետ Ես խնդրում եմ ձեզ հեռուստադիտողներ մտեք Նոյան Տապանի YouTube-յան ալիք եւ գտեք այդ հարցումը եւ փորձեք դուք եւս պատասխանել նրանք ովքեր չպատասխանեցին, չզանգահարեցին մեզ հեռախոսով հիմա այդ հնարավորությունը եւս կա ամփոփելով ասեմ որ այո տեխնոլոգիաների տրամադրումը շատ կարեւոր է մեր երկրին Ամերիկայի Միացյալ Նահանգները վստահում են, դա եւս շատ կարեւոր է եւ ատոմային տեխնոլոգիաները, որոնք կարող են էներգետիկայի առումով հնարավորություն ստեղծել, որպեսզի մեր երկրում դրվեն այնպես մեծ էներգատար արդյունաբերություններ, ես նկատի ունեմ հանքերի վերամշակման գործարաններ եւ Հայաստանի ընդերքը, որը հիմա մսխվում է ուղղակի, այլևս չի մսխվի, գործարանները կվերամշակեն մեր ընդերքից հանած հումքը եւ պատրաստի արտադրանք կվաճառի, որը 10 անգամ կմեծացնի դրանից եկած եկամուտները, եթե ոչ ավելի Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորիդ մասնակցության համար մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում